Ես Հայաստանից բավական վաղ եմ հեռացել։ Նպատակ ունեի ստանալ լավ կրթություն եւ վերադառնալ իմ բաժինն ու ներդրումը բերելով երկրի զարգացման ու բարգավաճմանը։ Իրականում կարելի ասել գրեթե այդպես էլ ստացվեց։ Գուցե ոչ շուտ, ոչ արագ, ոչ այն ծավալով, ինչպես ծրագրել էի, ինչևէ։ Սկզբում մեկ բարձրագույն կրթությունն, ապա երկրորդը, որը լրացնում էր առաջինը, հետո աշխատանքը սկսվեց, կյանքը արագ թափ առավ եւ տարիներ անցան։ Շուրջ 25 տարի մեկ օրվա նման թռավ։ Եվ միայն երբ ծնվեցին երեխաներս, որոշեցի ամեն ինչ թողնել ու նրանց կրթել հայրենիքում։ Որովհետեւ որքան էլ փորձես բացատրել, թե ինչ բույր ունի ձմեռային առավոտը Երևանում, կամ ինչպես է Արարատի գագաթը հիրանգավորվում մայրամուտին, դա անհնար է փոխանցել բառերով։ Քանի որ աշխատում էի հեռուստատեսությունում եւ ռեժիսորական կրթությունս թույլ էր տալի, սկսեցի վավերագրական կարճ պատմություններով Հայաստանի մասին, բայց ռուսերեն լեզվով, որպեսզի լսարանը լայն լինի եւ Հայաստանը ներկայացվի միջազգային հարթակներում։ Առաջին ուրվա նկարները նվիրված էին ոչ զբոսաշրջային երթուղիներին։ Նպատակը զբոսաշրջությունը զարգացնելն էր եւ ես պատմում էի մշակույթի, գիտության մասին հայտնի եւ ցավոք ոչ հայտնի կամ նույնիսկ գրեթե մոռացված մեծ անունների մասին։ Մի խոսքով Հայաստանը կրկնօրինակ չունի։ Եվ եթե այն ուսումնասիրես ու հասկանաս, նույնիսկ աշխարհի ամենաբերի անկյունը չի կարող քեզ պահել իր որևէ բարիքով։ Այո, անկասկած այստեղ շատ բան կա, որը կարելի է լրացնել ու բարելավել, բայց ինձ համար ավելի հարազատ տեղ չկա։ Եվ նույնիսկ 10 տարվա նկարահանումների, հարցազրույցների ու լուսանկարների ընթացքում ես ոչ թե հագեցա, այլ տարից տարի իմ կարոտն Հայաստանի հանդեպ միայն աճեց։ Չգիտեմ ինչպես բացատրել դա։ Ուրախ եմ, որ երեխաներս նույնպես վարակվել են եւ ուսումնասիրում են պատմությունն ու կենցաղը, որովհետեւ ճշմարտությունը այն է, որ անհնար է իսկապես սիրել այն, ինչի մեջ չես խորացել, ինչը չես ճանաչում։ Նայում եմ որդիս ռեֆերատ է գրում, սկսելով Գարեգին Նժդեհի խոսքերով. Չի կարելի միաժամանակ լինել վատ մարդ, բայց լավ հայ։ Չի կարելի լինել անկատար մարդ, բայց կատարյալ հայ։ Տարիների ընթացքում սկսեցի հասկանալ Հայաստանը անսպառ է հավերժ, եւ նրան դիպչելով զգում ես երջանկություն ու անսահման խորություն։